Ողջույն, այսօր մեր հյուրն է ռադիոլոգ Էլեն Խնկոյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ ձեզանից։ Տիկին Խնկոյան, այսօր շատ հետաքրքիր մի թեմայի մասին ենք խոսելու, ռադիոլոգիայից եւ այն հետազոտություններից եւ այն խնդիրներից, որով կարող են մարդիկ դիմել եւ տեսնել, թե ինչ խնդիր կա իրենց մոտ։ Բայց ամենաառաջին հարցը, որ ուզում եմ տալ, ինչ է, ով է ռադիոլոգը եւ երբ պետք է դիմել նրան։ Ռադիոլոգը, ընդհանրապես ռադիոլոգիան շատ լայն հասկացություն է եւ ունի բազմաթիվ ճյուղեր, բայց ռադիոլոգը ամենակարևոր կարծում եմ մասնիկն է բուժման մեջ, որ առանց ռադիոլոգիայի հնարավոր չի գրագետ բուժում կազմակերպել է յուրաքանչյուր հիվանդության դեպքում պարտադիր կատարվում է կամ սոնոգրաֆիկ հետազոտություն, կասկածների դեպքում MRT հետազոտություն, ԿՏ հետազոտություն, մամոգրաֆիկ, այսինքն շատ բազմապրոֆիլ է ռադիոլոգիան։ Եթե կոնկրետ վահանաձև գեղձի մասին խոսենք, որից ավելի շատ եմ հիմա նայում, այսինքն հետազոտությունները մեծ մասը վահանաձև գեղձի հետ է կապված, ապա սոնոգրաֆիկ հետազոտություն։ Դե, այսպես ասեմ, ընդհանրապես այդ սկրինինգային հետազոտությունները սկսվում են սոնոգրաֆիկ հետազոտությունից, հետո արդեն նոր անցնում ավելի ծանր գործիքային հետազոտություններ, դա ԿՏ հետազոտությունը, MRT-ն է եւ այլն։ Առաջին օղակը իհարկե սոնոգրաֆիան է, դա վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտություն, կրծքագեղձերի սոնոգրաֆիա, որովայն, փոքր կոնք եւ այլն, այդպես անոթներ։ Իսկ ինչպես է որոշվում, թե որ դեպքի, որ խնդրի համար որ հետազոտությունն է անհրաժեշտ։ Դե հենց սկրինինգի ժամանակ, օրինակ եթե հիվանդը գալիս է սկրինինգային սոնոգրաֆիկ հետազոտման, հետազոտում է ռադիոլոգը, եթե լինում են խնդիրներ վահանաձև գեղձի հետ կապված, ուղղորդվում է արդեն էնդոկրինոլոգի մոտ, կամ էնդոկրինոլոգն է ուղղորդում ըստ գանգատների հիվանդի վահանաձև գեղձի սոնոգրաֆիայի։ Նույնը, ասենք, թերապևտը կարող է որովայնի հետ կապված խնդիրների գանգատների պարագայում էլի որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտման, այսպես ասեմ, ճիշտ հետազոտումը, թե ինչ պետք է կատարվի, ավելի շատ դա կախված է թերապևտներից։ Թերապևտներն են ուղղորդում։ Եվ թե իրենց հարցերի պատասխանը չեն ստանում սոնոգրաֆիկ հետազոտման ժամանակ, այսինքն պատասխանը իրենց չի բավարարում, այդ պարագայում արդեն ուղարկվում են լրացուցիչ ԿՏ հետազոտության կամ MRT, արդեն իրենք են որոշում։ Մենք որպես այդպիսին դիագնոստներ ենք, այսինքն մենք անում ենք ախտորոշում։ Բուժումով չենք զբաղվում։ Բուժումով զբաղվում են արդեն այլ մասնագետներ, ովքեր որ ուղղորդում են մեզ։ Իսկ եթե չկա խնդիր, որքան ժամանակահատված է անհրաժեշտ դիմել հետազոտությունների, թե մամոգրաֆիկ, թե նաև սոնոգրաֆիկ հետազոտությունների։ Սոնոգրաֆիկ հետազոտությունները կարծում տարին մեկ անգամ արդեն դարել է սկրինինգային, գրեթե ամբողջ աշխարհում է դա, որ տարին մեկ անգամ պարտադիր պետք է անցնել։ Ըստ գանգատների բնականաբար միգուցե եւ ավելի հաճախ, ասում նա ճառագայթային մեթոդի ուլտրազայնային հետազոտությունը, հակացություն չկա եւ հղիներին եւ երեխաներին արվում է եւ կարող է կատարվել մի քանի անգամ, այսինքն ելնելով կարիքից։ Մամոգրաֆիկ հետազոտությունը արվում է 40-ից բարձր տարիքի կանանց շրջանում, բայց էլի եթե լինում են ցուցումներ, կարող է լինել եւ մինչեւ 40 տարեկան։ Այսինքն շատ է լինում, մենք սոնոգրաֆիկ սկսում ենք, բայց եթե ինչ-որ անհասկանալի հարցեր է լինում, ես ուղղորդում արդեն մամոգրաֆիկ հետազոտման։ Մենք հաճախ նաև լսում ենք, որ հատկապես այն հետազոտությունները, որոնք ճառագայթային են, լսում ենք, որ դրանք ամեն դեպքում այնուամենայնիվ շատ վնասակար են մեր օրգանիզմի համար։ Ինչ դրա այդ ասելու մեջ կա ինչ-որ ճշմարտություն, չէ՞, սխալ է։ Գիտեք, մենք ապրում ենք հիմա այնքան աղտոտված միջավայրում եւ սնունդը եւ էկոլոգիան մեր շատ ավելի թվում է բացասական ազդեցություն են թողնում, քան տարին մեկ անգամ, եթե հիվանդը անցնի ԿՏ կամ թոքերի ռենտգեն հետազոտություն, այսինքն միանշանակ ռիսկերը հաշվի առնելով հանդերձ, իհարկե ոչ, այսինքն չափազանցած է այդ ամենը։ Նույնը մամոգրաֆիայի համար շատ են խոսում, որ դա ճառագայթ է եւ այլն, բայց այնպիսի փոքր մանրուքներ, ինչ որ մամոգրաֆիկ հետազոտմամբ է հայտնաբերում, երբեք սոնոգրաֆիկ դա չես տեսնի, հետեւաբար այս ամենը հաշվի առնելով իհարկե կարծում եմ, որ իհարկե չափազանցած է, դա ճառագայթ է, շատ թույլ դոզա է։
Այն հետազոտությունները, որ հնարավոր է իրականացնել եւ խնդիրները հայտնաբերել, շատ բազմազան են եւ շատ խնդիրներ են, բայց ամենատարածված մեկ խնդիրներից մեկը հենց բանաձև գեղձի հետազոտություններն են, որ ախտանիշներն են արդեն մարդուն հուշում, որ կա նման խնդիր եւ պետք է գնալ սոնոգրաֆիկ հետազոտությունների բանաձև գեղձի մասին խոսելիս։ Սկսենք, որ վահանաձև գեղձի հիվանդությունները իրոք Հայաստանում բավականին շատ են։ Դա պայմանավորված է նաև մեր գենոֆոնդով, այսինքն մենք որպես հին ազգ, մեզ մոտ այդ աուտոիմուն հիվանդությունները նույն պարբերական հիվանդությունները, աուտոիմուն թիրոիդիտը բավականին արտահայտված է շատ է մեր բնակչության մոտ եւ հիմնական գանգատները իհարկե ընդհանուր գանգատներ են, որը շատ ժամանակ այցելուն հիվանդը կարող է մտածել, որ ինքը ուղղակի հոգնում է կամ ինչ-ինչ ստրես է տարել եւ այլն, միգուցե դրանից է, այսինքն կարող է քաշի ավելացում նկատվել, ընդհանուր թուլություն, նյարդային վիճակ, մազաթափություն եւ այլն, այսպիսի ընդհանուր գանգատներ, սրտխփոցներ, այտուցներ, բայց եթե դա երկար ժամանակ չի անցնում, իհարկե իրենք արդեն դիմում են որպես կանոն թաղամասային, հիմա պոլիկլինիկաներ են շատ դիմում, այնուհետև ընտեղից ուղղորդվում են ուլտրաձայնային հետազոտման, հետո երբ հայտնաբերվում է ինչ-որ խնդիր, նոր արդեն դիմում են մեզ, ավելի ոնց որ նեղ մասնագիտական մասնագիտությամբ պրոֆիլի բժիշկների, կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, հորմոնալ անալիզների նշանակում եւ ըստ դրա արդեն էնդոկրինոլոգը նշանակում է բուժումներ, եթե իհարկե կարիք կա։ Իսկ ուլտրաձայնային հետազոտության շնորհիվ հնարավոր է արդեն որոշել վահանաձև գեղձի հետ կապված խնդիրը բարորակ գոյացություն է, թե չարորակ։ Այո։ 90% դեպքերում, երբ արդեն դատչիկը դնում եք, բնականաբար տեսնում ենք արդեն դա ինչ խնդիր է եւ բարորակ հանգույցների դեպքում, եթե անգամ իրանք բեծ են լինում, մենք ավելի հանգիստ ենք վերաբերում, ուղղակի նշանակում ենք 6 ամիսում մեկ կամ տարին մեկ անգամ հետազոտություններ, սոնոգրաֆիա եւ այլն։ Իհարկե չարորակի դեպքում, երբ լինում է կասկած, միանշանակ ուղղորդվում է պունկցիոն բիոպսիայի եւ արդեն ըստ պունկցիոն բիոպսիայի պատասխանի հետագա արդեն բուժումը կազմակերպվում ենք։ Եթե փոքր են հանգույցները եւ չկա մետաստատիկ ախտահարում, հիմա վերջին տվյալներով արդեն քանի տարի է մենք հետևում ենք այդ հանգույցները չենք վիրահատում, բայց իհարկե լինում են բացառություններ, շատ եւ յուրաքանչյուր դեպք առանձին է ոնց որ քննվում, քանի որ շատ են նաեւ երիտասարդների մոտ եւ երիտասարդ աղջիկների մոտ, նաեւ ասենք որ վահանաձև գեղձի քաղցկեղը կանանց մոտ 3 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ եւ նոր հղիություն պլանավորող ուրեմն կանանց շրջանում իհարկե այս խնդիրը հայտնաբերվում է, արդեն լուծումը տրվում է այլ կերպ։ Եթե նամանավանդ էկոյի պետք է գնան, որը նույնպես հորմոնալ շատ մեծ ծանրաբեռնվածություն է առաջացնում կնոջ մոտ, այդ ամեն ռիսկերը հաշվի առնելով, եթե լինում է կապսուլային մոտ հանգույցը, եթե լինում են կասկածելի ապշահանգույցներ, խորհուրդ ենք տալիս հեռացնել, հետո պլանավորել հղիություն, որպեսզի հղիության ընթացքում ավելի չբարդանա վիճակը։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ հենց կանանց մոտ է այս խնդիրը ավելի տարածված։ Երևի թե կանայք ավելի էմոցիոնալ են։ Չեմ կարծում, չգիտեմ, անկեղծ ասած, ես այդպես եմ ենթադրում, բայց կարծում երևի թե փսիխոսոմատիկան շատ կարևոր է, որովհետև ինքը վահանաձև գեղձը մեր ամբողջ հույզերն է ապահովում։ Ես կարծում եմ դա նույնպես իր նշանակությունն ունի, կանանց մոտ իրոք ավելի հաճախ է։ Մենք ավելի էմոցիոնալ ենք եւ մեզ մոտ հորմոնալ այդ փոփոխությունները անգամ ամսվա ընթացքում բավականին շատ է լինում, կարծում եմ երևի թե դրա հետ է կապված։ Այ վահանաձև գեղձի խնդիրների մասին, երբ որ խոսում ենք, շատ հաճախ նաև այն միֆն ենք լսում, երևի թե միֆ է, որ ծխելը ինչ որ չափով օգնում է եւ թեթևացնում է խնդիրը։ Կա դրա մեջ ճշմարտություն։ Ոչ, բացարձակ հակառակը, ծխելը լավ բան չի, երբեք մի ծխեք։ Միանշանակ ոչ, չգիտեմ ինչի այդպես շատ է, գիտեք գալիս հիվանդները, հատկապես մեծ տարիքով կանայք ու մեզ ասում են որ ծխես կանցնի ու ես սկսեցի ծխել ու իրենք հիմա արդեն քանի տարի այդպես ծխում են, բայց ունեն նույն աուտոիմուն թիրոիդիտը, նույն հանգույցներ, ինչ որ տարիներ արդեն մեծ հանգույցներով, ճիշտ է բարվորակ փոփոխություններ են, բայց դա ոչ մի նշանակություն չի տալիս, այսինքն ոչ մի դրական արդյունք չի տալիս վահանաձև գեղձի խնդրի պարագայում, հակառակը առաջացնում է նաև լրացուցիչ այլ օրգան համակարգի խնդիրներ։
Իսկ ինչ բացասական գործոններ կան, որ կարող են էլ ավելի նպաստել, որ առաջանա, այսպես ասած, զոպ ասվածը։ Յոդի պակասը, ճառագայթումները, ստրեսները, հորմոնալ դիսբալանսը, եւ իհարկե գենետիկան նաեւ։ Գենետիկան։ Այո, գենետիկա։ Իսկ վահանաձև գեղձի չափերի մասին, երբ որ խոսում ենք, էլ ավելի արդեն մեծ չափերի եւ փոքր, որ չափն է համարվում նորմա եւ դրանից մեծ արդեն վտանգավոր է եւ վերահսկման կարիք Դե ունի։ այնտեղ մենք չափում եւ տղամարդկանց մոտ մի սանդղակ է, կանանց մոտ մի, այսինքն ծավալը չափում ենք, գրում ենք աջ բիլդ, ձախ բիլդ, արդեն էնդոկրինոլոգը ընդհանուր հաշվարկանում է, դա իր ավելի պրոֆիլն է, մինչեւ 18-20 մილი, այդպես մոտավորապես։ Բայց այդքան հիմա դրան էլ շատ ուշադրություն չենք դարձնում չափսերին, որովհետեւ ավելի կարեւոր է հորմոնալ խնդիր կա, թե չկա։ Եթե չափսերով մեծ է ու եւ ունեն մենք այդպես պացիենտներ, բայց իր մոտ լրիվ նորմալ է հորմոնալ ֆոնը, հետեւաբար ոչինչ չի ստանում։ Այդ հիվանդը ուղղակի հսկում ենք իրեն 6 ամիս, 1 տարին մեկ անգամ։ Իսկ այն որ մարդիկ են, որ ամենաշատն են գտնվում ռիսկի խմբում այս հիվանդությունը ձեռք բերելու առումով։ Ավելի շատ, եթե ասենք վահանաձև գեղձի քաղցկեղը պրոֆեսիոնալ առումով, ավելի շատ ճառագայթի հետ գործ ունեցող անձիկ, որովհետեւ վահանաձև գեղձ ինքը շատ առաջինն է կլանում այդ ճառագայթը, ռենտգեն ճառագայթները։ Բայց եթե պրոֆեսիոնալ ասենք, բայց հիմա այնքան շատ է մեզ մոտ անգամ երեխաների մոտ եւ հարց էս տալիս երեխային ինչու էլի ոնց կարող է այդպես լինել 9 տարեկան 10 տարեկան շատ է եւ երեխաների մոտ բավականին ագրեսիվ ընթացք է ունենում Եվ կարող ենք ասել, որ մեր երկրում այն շատ տարածված է հենց յոդի պակասի պատճառով։ Յոդի պակասը կա, մենք հիմա յոդացված աղ ստանում ենք բնականաբար արդեն քանի տարի է, բայց միևնույն է, ես կարծում եմ ավելի շատ էստեղ մեզ մոտ գենոֆոնդը, մեր գենետիկայի հետ որպես հին ազգ, մեզ մոտ է պարբերական հիվանդությունը նույն հրեաների մոտ է, չէ՞, եւ այս աուտոիմուն հիվանդությունը վահանաձև գեղձի շատ է։ Այո, երբ որ արդեն կատարվում է հետազոտություն, իսկ բուժումը միայն արդեն վիրահատական է, թե դեղորայքայինով նույնպես կարելի է լավ արդյունքների հասնել։ Եթե խոսում ենք տոքսիկ ԽՊԻՊ-ի մասին, թունավոր զոբ ասվածը, իհարկե մենք փորձում ենք ամեն կերպ մեր կլինիկայում բուժումներ կազմակերպել։ Եվ մեր մասնագետը իհարկե ամեն ինչ անում է, որպեսզի փորձենք դեղորայքորուծենք, բայց եթե դա չի ստացվում, իհարկե արդեն գնում է կամ ռադիոթերապիան կամ վիրահատությունը, արդեն դա քննարկվում է էնդոկրին վիրաբույժի հետ։ Իսկ եթե այնուամենայնիվ չի վիրահատվում եւ դեղորայքայինով հնարավոր է լինում կանխարգելել եւ բուժել, թե հնարավոր չի։ Հնարավոր չէ, աուտոիմուն թիրոիդիտը չի ինքը ոնց ասեմ, դա հակամարմիններ են արտադրվում սեփական գեղձի, վահանաձև գեղձի նկատմամբ։ Եվ դա ուղղակի մեր խնդիրն է լինում այնպես անել, որ այդ հորմոնները վահանաձև գեղձի միշտ լինի նույն նորմայի մակարդակում, նորմայի սահմաններում։ Այսինքն բուժում որպես այդպեսին չկա։ Շատ են գալիս մեր պացիենտներ, ասում են մենք ամբողջ կյանքում չենք ուզում խմենք դեղորայք, բայց դա ուզել չուզելով չի, եթե կա խնդիր պետք է։ Իհարկե վերջնական բուժում աուտոիմուն թիրոիդիտի չկա։ Նույնը բարվորակ հանգույցների այդ հիվանդները տարիներ գալիս գնում են, հետազոտվում են, եթե չափսերը չի մեծանում, իրանք չեն վերափոխվում կամ ինչ որ չափսերը շատ չի մեծանում, որ չի առաջացնում կոսմետիկ դեֆեկտներ կամ այլ օրգան համակարգերի սեղմում անոթների շնչափող, կերակրափող եւ այլն, հետևում ենք այդ հիվանդները այդպես ուղղակի հետևում ենք։ Իսկ այն հետազոտությունները, որ իրականացվում է կլինիկայում, ունեք նոր տեխնոլոգիաներ եւ նոր մոտեցումներ, սարքավորումներ, որոնցով արդեն իսկ օգտագործում եք եւ սպասարկում եք պացիենտներին։ Մեր կլինիկայում կատարվում է իհարկե հիմա շատ տարածված է ռադիոաբլյացիան եւ մեզ մոտ կատարվում է դա։ Դա փոքր հանգույցների այրումն է, այսպես կոպիտ ասեմ, եթե շատ փոքր են հանգույցներ եւ հիվանդը չի ուզում հետևել, այլ ուզում է այդ հարցին լուծում տալ, համաձայնվում է կամ թեկուզ չարվորակ, բարվորակ հանգույցներ են, համաձայնվում է ռադիոաբլյացիային, ինքը ուզում է պարտադիր որ դա արվի, ռադիոաբլյացիան անում ենք, դա է նոր մոտեցումը։ Իհարկե ոչ այդքան հաճախ է դա կատարվում, նաեւ ընտրովի է, որովհետեւ ոչ բոլոր հիվանդներն են, որ համապատասխանում են ռադիոաբլյացիայի եւ ոչ բոլոր հանգույցներն են, որ կարող ենք դա անել։
Հետևաբար դա է նորությունները, ընդհանուր առմամբ ասեմ, որ հիմա Հայաստանում գրեթե բոլոր կլինիկաներում հագեցած են լավագույն սարքավորումները, որի համար էլի կրկին անգամ կրկնվեմ շատ ուրախ եմ, եւ դա նույնպես հեշտացնում է ռադիոլոգի գործը։ Այսինքն, երբ որ դու աշխատում ես լավ սարքով, դա քո աշխատանքը ավելի արդյունավետ է սարքում, ավելի արդյունավետ է լինում։ Շատ անգամ է լինում են գալիս են իհարկե պոլիկլինիկաների սարքերը դեռ որոշ տեղեր իհարկե այդքան լավը չեն, երբ ինչ որ 1-2 հանգույց բաց թողում են ունենում եւ մենք պետք է կատարենք նորից սոնոգրաֆիկ հետազոտություն, նաեւ ասեմ դրանից են շատերը նեղվում, բայց պետք չի նեղվել, քանի որ դա շատ կարեւոր է։ Օրինակ հիվանդը գալիս է 1 հանգույցով, որ պետք է վիրահատվի, ախտորոշվել է աջ բլթի քաղցկեղ։ Հիմա նախավիրահատական սոնոգրաֆիկ հետազոտման է ուղարկում մեր էնդոկրին վիրաբույժը, որը պրոտոկոլ է, որը բոլոր զարգացած երկրներում կատարվում է։ Եվ նախավիրահատական սոնոգրաֆիկ ես տեսնում որ ձախում էլ կա նմանատիպ հանգույց կամ նեղուցի շրջանում էլ կա, այսինքն այստեղ արդեն վիրահատության ծավալը փոխվում է, տակտիկան փոխվում է, արդեն ոչ թե 1 բիլդ, ամբողջ գիղձն է հեռացվում։ Չէ՞ որ եթե հիմնվելով հին սոնոգրաֆիկ հետազոտմամբ վիրահատություն կատարվի, այսինքն թերի վիրահատություն է լինելու, մի քանի տարի հետո ստիպված են լինելու մնացածը հեռացնել։ Հետևաբար դա շատ կարևոր է եւ մեր բոլոր պացիենտներին էլ խնդրում եմ լինել ավելի համբերատար եւ այդ ամենը կատարվում է իրենց համար։ Եվ մեր զրույցը ամփոփելով ինչ խորհուրդ կտաք մեզ դիտողներին, հատկապես եթե այսօր անդրադարձանք հենց վահանաձև գեղձի խնդիրներին, ինչ չափով կարող են նրանք կանխարգելել եւ ձեռք չբերել այս հիվանդությունը։ Հնարավոր է կանխարգելել։ Կանխարգելել կարծում եմ դժվար կլինի, որովհետև այնքան ասես սպորտով զբաղվող առողջ ապրելակերպով մարդիկ կան, որ ունենում են այս խնդիրը եւ կան մեր շրջապատում շատ ոչ այդքան առողջ ապրելակերպով մարդիկ, որ գալիս են հետազոտման եւ ունենում են իդեալական վահանաձև գեղձ, այսինքն միանշանակ ոչինչ չես կարող ասել կանխարգելման համար, բայց միանշանակ որպես բժիշկ բոլորին էլ խորհուրդ եմ տալիս առողջ ապրելակերպ, դա սպորտով զբաղվել, առողջ սնվել եւ շատ քնել 7-ից 8 ժամ քունը կարծում ամենակարևորը։ Ստրեսից ոչ մեկս ապահովագրված չենք, բայց գոնե այն ինչ որ մեր ձեռքում է կարող ենք անել։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ։ Սիրելիներս հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք ռադիոլոգ Էլեն Խնկոյանի հետ, եղեք առողջ, իսկ մենք կհանդիպենք Մենք կադրել ուղակի դուք դժգոհում եք։ ինչ որ բաներ։ Այդ նախավիրահատականի մասին շատ դժգոհում էր հիվանդները գալիս են, մենք սոնոգրաֆիա արել ենք, դե վճարում են ինչ որ միտեղ անցնում են, գալիս են, ասենք Լևոն Մաքսիմիչ ուղարկում է երկրորդ անգամ, որովհետև դե Շուրջան հիմա հակառակը է, հա։ Այ ամենաշատ այդ հանդիպող միֆերը, օրինակ լսեցինք, որ հենց ծխելն է, բայց կան էլի միֆեր, որ շատ լսում եք եւ ամենատարածվածների